Վերջը զապիսներ գոյություն ունեն, նորներ պատականների նայում է։ Այս անմեղսունակ բանը, տակը միզողը, Վաղարշակ Արությունյանը, ես չեմ ասել, Քոչարյան Անդրանիկներ, ամենտեղ գոռում էր, սա խմում տակը միզում է։ Քոչարյան Անդրանիկներն ասում որ ոնց է Նորատեր Գրիգորյանի ընտանիքին ուղարկած փողը կերը խմե բանը Մոսկվայում Վաղարշակ Արությունյանը։ Նման մարդուն դրել են պաշտպանության նախարար։ Ամբողջ բանակի գեներալիտետը գիտի Վաղարշակ Արությունյանը ինչ կարգի խեղկատակ է։ Այն ոնց պետք է բանակ ղեկավարի։ Լավ, Աստվածյանց է։ Մի տարի առաջ փետրվարին էր թե հունվարին էր։ Հարցազրույցներ էր տալի, որ Նիկոլի խորհրդական էր, օգնական էր, չեմ հիշում։ Որ մեր բանակը սպառազինությունը ամեն ինչով ապահովված է, մենք խնդրեմ չունենք, մենք ուժեղ ենք էս։ Արցախի նախագահն էլ Պետրոս Ղազարյանի հետ Արցախի նախագահ ուրիշ բան էր գլխից դուրս տվել, որ բանը օդը փակած է։ Հիմա բանից պարզվավ բանը, ինքնու Նիկոլն են օդը փակե։ Մոռանում է, որ անձնական մենք ընկերական 10-15 հոգով հավաքվում ենք խոսակցությունների ժամանակ, ոնց էր պատմում, թե Սերժ Սարգսյանը ինչեր է արել Ղարաբաղի համար եւ ինչ անում։ Մեր ամենաշատ ինքն արել Ղարաբաղի համար ու անում։ Այդ որ մենք ես կոնկրետ այդքան բան եմ անում Ղարաբաղի համար, երևի Արցախի նախագահը գիտի իր համար է անում։ Գոնե ինքը ես կարծում եմ գլխի մենք խեյինք եկե կոնկրետ ես Արցախում խեյի, երբ որ Արայիկի բերանը բացվում էր, ինչ ուզում էր օդի միջից անում էի։ Ինքը գիտի լավ, ես ինչի բան էի անում։ Այդ Վաղարշակ Հարությունյանին։ Հիմա խնդրում եմ, էլի մի հատ հանեք այդ տղայի հարցազրույցները, մինչև պատերազմը։ Տեսեք, ինչեր են դուրս տալի։ Նույն ինչի Սասուն Միքայելյանին է ինչեր էր ասում։ Ավելի Սերժ Սարգսյանի մասին ինչ գնահատականներ էր տալիս, որտեղ Սերժ Սարգսյանը ինչքան էր տարբեր հարցերում ընդառաջել օգնել։ Դա չեմ ասում, Սաթիկ ջան, մոռացել եք ինձ, աննախադեպ զենք ու զինամթերք են առել։ Բայց խի հիմա դոլից գցեցին, 3 տարի ժամանակ ունեիք, առնեիք։ Լավ, Ադրբեջանը։ Բայց ասեց ինչ չգիտեին որտեղից ձեռք բերեն։ Ինչը չգիտեին։ Զենքը։ Լավ էլ գիտեին, թող Սերժ Սարգսյանը ամեն ինչ հանձնել էր զենքի տեղերով, սաղ տվել էր իրանց, թող այդտեղին վեկալ են, ոչ թե վեկալ էին, փոխեին այն, որ պլանավորած էր առնեին, առնեին այն ինչ որ բանա, իրանց ձեռը տալի ու հատկատներ պիտի ստանան։ Որ սելֆի արեցին, հա, այդ ինքնաթիռը։ Թողնեին, ինչի չարեցին։ Իսկ դուք գիտեք Բայրակտար Ադրբեջանը երբ գնե։ Առաջի Բայրակտարը։ Երբ։ 20 թվականի մայիս ամսին։ Երբ որ այստեղ սահմանադրական դատանի դեմ գործողություններ էին կատարվում Հրայր Թովմասյանի, հա։ Այո, երբ որ ամբողջ մեր երկիրը զբաղված էր Հրայր Թովմասյան օպերացիայով եւ նրա ընտանիքին ծեր հորը եւ աղջիկներին հարցակնելով, ճնշելով, հալածելով եւ Հրայր Թովմասյանի շրջապատին ամբողջ պետական մեքենան անվտանգությունից սկսած բոլոր զբաղված են Ադրբեջանը գնաց Բայրակտար։ Այդ ժամանակ որ Բայրակտար են գնում, էդ էլ էր Սերժ Սարգսյանը մեղավոր, նախկինները։